Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցությունից Գառնիկ Դանիելյանի հետ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, պարոն Դանիելյան։ Զրույցը սկսենք ձեր Սյունիք կատարած այցելության տպավորություններով ու այն խնդիրներով, որոնց բախվում է սյունեցին այս իր համար շատ բարդ, շատ ծանր շրջանում, ապա կանդրադառնանք եկեղեցի ու Նիկոլ Փաշինյան հակամարտությանը, ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանի հերթական ռաունդին գրոհի ուղղված հայ առաքելական եկեղեցու դեմ Սյունիքից ինչ տպավորություններով եկաք Երևան։ Տեսեք, իշխանությունները ինչքան էլ որ ասեն, որ խաղաղության դարաշրջան, տեսեք, մեր սահմաններին կրակոցներ չկան, խաղաղ է, հանգիստ է, երբ որ գնում է սահմանամերձ գյուղեր, Տավուշի, Սյունիքի, լրիվ այլ պատկեր է քո առջև։ Հետևյալը կարող եմ ասել, ինտենսիվ կրակոցներ են լինում հատկապես գիշերային ժամերին, ցերեկը համեմատաբար խաղաղ է, բայց մեր հայրենակիցներն ասում են, որ գիշերը ժամը 1-ից սկսվում են կրակոցները մինչև լուսաբաց եւ կոնկրետ նպատակ ունեն այդ ամեն ինչը։ Նպատակը հետևյալն է. այդ տարածքներում այնպիսի իրավիճակ ստեղծել, որ հայ մարդու այդտեղ ապրելը անհնարին լինի։ Կամավոր հեռանան։ Այո, կրակոցները ինչքան էլ որ սրանք ասեն, գիտեք, մարախուղին են կրակում, ես չգիտեմ ինչ հիմարություններ են ասում, թիրախային չեն կրակում, թիրախային են, կրակոցները կոնկրետ նպատակ ունեն, դրանք տների վրա են, դրանք ես իմ աչքով եմ տեսել այդ կրակոցի հետքերը, եւ ես զարմանում եմ, թե ինչի են թաքցնում եւ ինչի են փորձում քողարկել։ Ինչի չեն, օրինակ, դա բարձրաձայնում, տարբեր ատյաններում սրա մասին խոսում, աղաղակում, կարող եմ ենթադրել ինչի համար չեն անում։ Չեն անում նրա համար, որ խաբել են այսքան ժամանակ մեր ժողովրդին, ասել են, որ խաղաղություն է, բայց այն ժամանակ, երբ որ իրենք խաղաղությունից են խոսում, Տավուշում, Սյունիքում, Գեղարքունիքում կրակում են մեր հայրենակիցների վրա, երջանիկ պատահականությամբ տեղի ապրող մարդիկ փառք Տիրոջը չեն տուժում։ Պարոն Դանիելյան, նախկինում էլ էին կրակում սահմանամերձ գյուղերի ուղղությամբ, բայց ի տարբերություն այսօրվա ժամանակահատվածի, նախկինում քաղաքացիները իրենց պաշտպանված էին զգում, որովհետև գիտեին թիկունքին կա պետություն, թիկունքին կա բանակ, որը ըստ անհրաժեշտության նաև տեղում պատասխան էր տալիս ու լրացվում էր հակառակորդը։ Հիմա կա հրաման չկրակելու, հիմա զինվորը սահմանին կանգնած, որը կարող է կրակել, պատասխանատվության կենթարկվի հրամանը խախտելու համար։ Մարդկանց հոգեբանության վրա այս իրավիճակը ինչպես է ազդում։ Ճիշտ եք նշում, մարդիկ հենց դրա համար էին բարձրաձայնում, հենց այդ խնդրի վերաբերյալ էին խոսում, որ չի կարող թշնամին անընդհատ պարբերաբար կրակել եւ հայկական կողմը համարժեք պատասխան չտա։ Դա բերում է ավելի հղպանալու թշնամուն, ավելի իրենց ինքնավստահ զգալու, որովհետեւ դրան հակադարձում չի լինելու։ Անկամ եղել են դեպքեր, երբ որ հայկական կողմի զինվորականները պատասխան կրակ են արձակել, այդ մարդիկ ենթարկվել են պատասխանատվության։ Այսինքն այդ մարդկանց դատում են նրա համար, որ սեփական հայրենակիցներին եւ սեփական հող ու ջուրը համարձակվել է պաշտպանել։ Եթե թշնամի կրակում է, ինչ պետք է անի հայ զինվորը։ Եվ դուք պատկերացնում եք այդ մարդկանց բարոյահոգեբանական վիճակը, սահմանին կանգնած սահմանապահի զինվորի հոգեբանական, բարոյահոգեբանական վիճակը։ Երբ որ տեսնում այնքան է լկտիացել թշնամին, որ ոչ միայն կրակ է արձակում, այլ նաև ես շատ բաների մասին չեմ ուզում եթերից խոսամ, բայց նվաստացուցիչ էլի այլ քայլեր են կատարվում, որը մեզ պատիվ չի բերում։ Եվ այդ տեղապրող մարդը հասկանում է, որ պետությունը իրեն մենակ է թողել։ Եվ երբ որ երեք կողմից շրջափակման մեջ է, ընդամենը մի ճանապարհ է, եւ այդ ճանապարհն էլ թիրախի տակ է, այդ մարդն էլ այդտեղ արդեն ճիշտ է, մենք ամեն կերպ մեր հայրենակիցների հետ շփումների ժամանակ հորդորում ենք իրանց, խնդրում ենք նաեւ որ մնան այդտեղ, որովհետեւ շատ կարեւոր է, եթե այդ սահմանամերձ գյուղերում չապրեն մեր հայրենակիցները,
Տշնամին քայլելով կգա կհասնի մինչև մայրաքաղաք ասել էր Ալիևը։ Այո, եւ իրանք կոնկրետ նպատակ ունեն, ես նորից եմ կրկնում, սա նպատակային է եւ քանդում է բոլոր այն թեզերը, թե իբր մենք գնում ենք խաղաղության դարաշրջանի սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա, խաղաղ ենք ապրելու, առևտուր ենք անելու եւ այլ Տշնամին ունի նպատակ եւ գնում է այդ նպատակի հետեւից։ Արդեն նույնիսկ այդ մասին, պարոն Դանիելյան, իրենք էլ չեն խոսում, արդեն իրենք էլ են մոռացել այսպես կոչված սահմանազատման գործընթացի մասին, թե որ կետից պիտի սկսեին, ուր պիտի հասնեին, արդեն նույնիսկ դա չկա իրենց օրակարգում լինելով էլի կեղծ գործընթաց, բայց նորից գանք Սյունիքին, որովհետև Նիկոլ Փաշինյանի զեկուցել են, որ հերթական հայրենահանձնման դեպքում հնարավոր չի լինելու իր իշխանությունը պահելը։ Ուժային կառույցները իրեն այդ զեկույցը տվել են։ Եվ հիմա Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի մեջ է նոր տարածքներ հանձնելու դեպքում ինչի արժև կկանգնի այն, որ մեր ժողովուրդը այլևս աշկերը բացել է եւ նոր կրկնում եմ հայրենահանձնման պարագայում Նիկոլ Փաշինյանին վռնդելու է իր աշխատասենյակից, դա փաստ է, դրա մասին ինքն էլ գիտի։ Պարոն Դանիելյան, գանք նորից Սյունիքին, բացի անվտանգային այդ մարտահրավերից, բացի ըստ էության Տշնամուն դեմ հանդիման մենակ գտնվելուց, որովհետև այդ գյուղերում տներ կան, որոնցից ուղղակի երևում են Տշնամու դիրքերը, որոնք նրանք զավթել են, այսինքն շատ մոտ հեռավորության վրա են։ Նույնիսկ մարդիկ պատմում են, որ երեկոյան ժամերին վախենում են լույսերը վառ պահել, որ հակառակորդը չկրակի։ Այս պայմաններում մարդիկ ապրում են այնտեղ, բայց ապրում են սոցիալական ծանր պայմաններում։ Ես կխնդրեմ նաև խոսեք այդ խնդիրներից, որոնք վստահաբար ձեզ փոխանցվել են այս այցի ընթացքում։ Այո, անվտանգային խնդիրներից զատ կան նաև սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, որի առջև բախվում են մեր հայրենակիցները, մասնավորաբար դա կապված անասնապահության հետ, գյուղում հիմնականում անասնապահությամբ է զբաղվում, բայց արոտավայրերը քանի որ անցել են Տշնամուն, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքներից բազմաթիվ հատվածներ, այսպես ասած, անեքսիա են ենթարկվել, եւ մարդիկ ասում են, որ չեն կարողանում զբաղվել անասնապահությամբ։ Անկամ այն տարածքները, որ հայկական ուժերի վերահսկողության տակ է, անգամ այդտեղ մոտիկ չեն կարող գալ, որովհետեւ թիրախում են հայտնվելու։ Եվ այդ մարդիկ ասում են, որ անհնար է այս պայմաններում։ Խոսում են նաև նրա մասին, որ ջրի վրա են ջրաչափեր դրել, այսինքն աղբյուրից եկող ջրերը, որ սարերից գալիս են, այն ջրերը, որ մարդիկ հարյուրամյակներ շարունակ օգտագործել են իրենց կենսական նպատակների համար, իշխանությունները որոշել են, որ ջրաչափեր պետք է դնեն ջրի վրա։ Կամ օրինակ իրենց գյուղատնտեսական նպատակներով, երբ որ փայտ բերեն եւ այդ լոբու սարի են ասում, այդ սարի համար այդ փայտը դրեն, դրա համար էկոպարեկները տուգանքի են ենթարկում եւ մարդիկ փաստացի չեն կարողանում անտառից օգտվել։ Փոքր խանութները, որոնք որ գյուղում գիտեք մի քանի քառակուսի մետր եւ 2-3 քառակուսի մետրանոց, դրանց հարկային բեռն են ավելացրել եւ խանութները փակվել են։ Այսինքն չեն կարողանում մարդիկ զբաղվել գոնե այն առևտրով, որ ասենք կենսական նշանակության ապրանքներ են, չէ՞ որ մարդիկ կարողանում են այդ խանութից առևտուրան եւ մենք ես ապշել էի, որ տեսա այդ խանութները փակել եւ հարց տվեցի, ասին դե այս պայմաններն է ստեղծել, մենք էլ չեն կարողանում։ Ստիպված են գնալ քաղաք, երկար ճանապարհ, երկարած ճանապարհով։ Այո, եւ նաեւ դրա հետ միասին կային ընտանիքներ, որոնք որ ասում էին, որ ճիշտ է, մենք շատ ենք սիրում մեր հողուջուրը, շատ ենք կապված այս հողուջրի հետ, բայց մենք այլևս այստեղ հերանեկար չենք տեսնում, այսինքն հերանեկարային չի այդտեղ ապրելը։ Փոխանակ ամեն պայման պետությունը ստեղծի, որ հայ մարդը կարճած լինի իր հողից եւ կարողանա այդտեղ տնտեսական գործունեություն ծավալել, աշխատատեղեր լինի, հնարավոր արտադրամասեր բացվեն, փաստորեն ոչ միայն անվտանգային հարցերում բացի թողի իրավիճակը պետությունը կարելի ասած մատեմատիկին չի տալիս, նաև սոցիալ-տնտեսական ծրագրերն է ձախողել, այսինքն այդ մարդուն հերանեկար չկա այդտեղ ապրելու։ Բայց տեսեք Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին ասում է մարդիկ սկսել են ավելի լավ ապրել, ասում է հարկերը վճարեք, որ երջանիկ լինեք։ Դե Նիկոլ Փաշինյանը ուրիշ բաներ է ասում այն մարդիկ, որ ցածր աշխատավարձ են ստանում, ուրեմն չունեն համապատասխան կրթական ցենզ, այսինքն այդ մարդիկ կներեք, այդ մարդկանց մեղադրումը անգրագիտության մեջ։
ես հիշեցնեմ, որ նաև իմ հարցմանն ի պատասխան, օրինակ ուսուցիչների աշխատավարձները, որ 100-ից 120 ուսուցիչներ կան, որ մինչև 80-90 դրամ աշխատավարձ են ստանում, դրանք գերակշիռ մեծամասնություն են 70% եւ ավելին 80%, որ ինչ այդ մարդիկ անգրագետ են։ Դե իրենք անցել են կրթելուն, չէ՞, հասարակությանը։ Ինչա գիտնականները կամ այլ ոլորտի աշխատողները, այսինքն դա ինչ է նշանակում, դա ուղղակի անարգանք է մեր հայրենակիցների նկատմամբ եւ դա որևէ մի քննադատության չի դիմանում, որովհետեւ այս մարդը հետեւյալն ասում, եթե հիմա դուք լավ չեք ապրում, այդ լավ չապրելը ձեր ուղեղներում է, դուք եք մեղավոր, պետությունը պոզիտիվ պարտականություններ չհաճի, միայն հարկ տվեք։ Այո, հարկ տվեք, կոպեկ այդ հարկերը վճարեք, կապ չունի գյուղացին, որ կարկուտի տակ իր բերքը փչանում է, ոչ մի փոխհատուցում չկա, կապ չունի, որ խաղողի այգիները քանդում են, որովհետեւ Վրաստանի ճանապարհը փակել են եւ չեն կարողանում մեր հայրենակիցները իրենց ապրանքը տանել ԵԱՏՄ շուկա եւ Բալթյան շուկա, որ գյուղատնտեսությունը ավիրվում է բառից բուն իմաստով, հոշոր եղջերավորների գլխականակը կրճատվում, այդվում նաեւ Սյունիքի մարզում ենք դրա ականատեսը եղանք։ Այսինքն այդ ամեն ինչի հետ ինքը կապ չունի, ինքը մեղավոր չի։ Եվ նույն այդ ժողովուրդը ինչ էր ասում։ Ասում Նիկոլ Փաշինյանն ու իր կինը գալիս են կապանում, հեծանիվ են քշում, թողում գնում։ Լավագույն դեպքում եթե կադր ստանալու պահ լինում, մի քանի տարի մեկ այդ շարասյունները, որ կան, այդ ջիպերի շարասյունները, գալիս է գյուղես կողմից, տալիս են կողմը դուրս գալիս ու նկարում են, որ դեպ ճանապարհներին էլ վթարային իրավիճակ ստեղծել։ Իհարկե այդ ճանապարհներն էլ խայտարակ ճանապարհներ էր, որով որ մենք անցանք, իդեպ նաև այդ ճանապարհներն էլ շատ խայտարակ ճանապարհներ էր, մեքենան պարզապես ավիրում է այդ ճանապարհներին, ճիշտ է որոշակի աշխատանքներ սկսել են անել, բայց ամենայն դեպս երբ կվերջանա դա էլ պարզ չէ։ Այսինքն ամփոփելով Սյունիքի վերաբերյալ իմ պատկերացումներն ու իմ տեսածը, ասեմ, որ ես բավականին մտորելու տեղիք տվեց այդ ամեն ինչը ինձ, ես շատ մտահոգված եմ այդտեղի եւ անվտանգային եւ սոցիալ-տնտեսական հարցերով եւ կարծես թե իշխանություններին ձեռա տալիս այս իրավիճակը, որ կա Սյունիքի մարզում։ Այո, նամանավանդ հաշվի առնելով նաեւ տեղի ժողովուրդն են խոսում, որ այն նկարտումները, որ ունի Թշնամին Սյունիքի, մասնավորաբար Սյունիքի վերաբերյալ։ Այ դրան էի ուզում գալ։ Մարդիկ ինչ որ սպասումների մեջ են, ի վերջո լսում են, կարդում են լրատվական հոսքերը, իրենց էլ է հասնում Բաքվի ու Անկարայի մեսիջները, պահանջները, այսպես կոչված միջանցքի վերաբերյալ, մարդիկ ինչ սպասումներ ունեին այդ սպասվող հնարավոր վատագույն սցենարներից, ինչ էին խոսում այդ մասին։ Ես ինչ որ ես հասցրի տեսնեմ, խոսեմ իմ գործընկերոջ հետ, գիտեք որ Գեղամ Մանուկյանի հետ է գնացել, եւ ես ինչ որ հասցրի այդ ընթացքում շփվելու ընթացքում տպավորություն ստանա, տպավորությունը հետեւյալն է. մարդիկ պատրաստ էին պաշտպանել իրենց հողը։ Մարդիկ չնայած ամեն զրկանքներին, խնդիրներին, հեշտ չի տեղ ապրելը, էլի, հեշտ չի ապրելը տեղ։ Ցանկացած մեկը, որ խոսում է, պիտի գնա այդտեղ, ընդամենը մի քանի օր ապրի, որ այդ դժվարություններն ու այդ խնդիրները իր մաշկի վրա զգա։ Բայց մարդիկ նաև ասում են, որ իրենց ներկայացնող իշխանավորները, այսինքն որ մեր պետությունն է, իրենք ամաչում են, որ այս մարդիկ են ներկայացնում։ Այսինքն տեսնում են ի վերջո իրենք էլ հերոստացություն են, տեսնում են հարաբերությունները Ալիևի հետ, Էրդողանի հետ, այդ պատկերները ուղղակի մարդկանց հուսալքում եմ այն առումով, որ երկրի իշխանավորները չպետք է այդքան անողնաշար լինեն։ Անպաշտպան են զգում, իհարկե, անպաշտպան են զգում, անտեսված են զգում, մոռացված են զգում։ Այն ինչ որ քիչ առաջ մենք ասեցինք, չէ՞։ Եթե դու ունես բանակ, բանակը պիտի քեզ պաշտպանողի ֆունկցիան կատարի։ Ոչ թե այդ մարդկանց մեջ կջարդես, այն մարդուն էլ որ հայրենիքը պաշտպանում, մի հատ էլ դատարաններով քարշ տաս, որ պաշտպանել է քո հայրենիքը։ Կանք օրակարգերին, պարոն Դանիելյան, որոնք փորձում է ստեղծել Նիկոլ Փաշինյանը, հերթական ռաունդն է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհի 18 թվականից գիտենք, թե ինչ գործընթացներ են հաջորդել, սկսած այդ կեղծ շարժումից, նոր հայրապետ վերջացրած դպրոցներում եկեղեցու պատմությունը ծրագրերից հեռացնելուն մինչև ահա հասել ենք այնտեղ, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ ինքը պիտի միջամտի կաթողիկոս ընտրել-չընտրելու հարցերին,
որոշել է փորփրել հոգևորականների անկողնային հարցերը, ինչ որ գրառումներ է անում անհեթեթ բառապաշարով, խայտառակ ձևակերպումներով, այս ամեն ինչի նպատակը ձեր կարծիքով որն է, բացի այն, որ թիրախում ինքնությունը կրող, ինքնությունը պաշտպանող եւ մեր արժեքները մշտապես պահող կառույցն է, որպես ինստիտուցիա, որը իհարկե խնդիր է Թուրքիայի ու Ադրբեջանի համար։ Բացի այս արտաքին պատվերը, էլ ինչ խնդիր է լուծում ձեր կարծիքով Փաշինյանը։ Եթե մինչև այս Ալիևի եւ Փաշինյանի խոսույթն էր նույնը, հիմա Փաշինյանի եւ Փաշիզադեի խոսույթն է նույնը։ Սա պիտի ֆիքսենք, որ սա արտաքին պատվեր է եւ սա իրականացվել է ոչ թե նորա սկսվել, այլ դուք նշեցիք, որ 18 թվականից ի վեր կա էս ամեն ինչը, այդ թիրախավորումը, այդ հայրենիքները, այդ ամեն ինչը կա, բայց ստեղ մի նյուանս կա։ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս ինստիտուտը վարկաբեկել ամբողջ աշխարհով մեկ հայ առաքելական Սուրբ Եկեղեցին, գիտեք, իր առանձնահատուկ դերը, նշանակությունը, նաև աշխարհով մեկ, նաև տարբեր առաջնորդներ, տարբեր ուրեմն դերակատարներ համաշխարհային, ինչպիսի ակնածանքով եւ հարգանքով են վերաբերում հայ առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Բայց այս մարդը խնդիր է դրել այս ինստիտուտը քանդելու։ Ես դրա մասին ասել եմ հարց ու պատասխանի ժամանակ, իր երեսին ասել եմ, որ դուք արդեն անցել եք, որովհետև սաղ ինստիտուտները ուզուրպացված են, այսինքն մարդու իրավունքների պաշտպան ֆեդերացիաներ, տարբեր չկա մի ուրեմն նաև անվտանգային ոլորտ, այսինքն անկախ մարմին չկա, միակ անկախ մարմինը դա եկեղեցին է, հիմա եկեղեցուն կոտրելու պրոցես է գնում, այսինքն Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ ԿՊԱ-ականներից մեկը ստանձնի, ինչքան էլ որ աբսուրդ հնչի, բայց ստանձնի ուրեմն կաթողիկոսի պաշտոնը եւ այդ իր ասած գործողությունները տեղավորում են այդ համատեքստում։ Եվ սա ծայրահեղ վտանգավոր է եւ ես նաեւ օգտվելով առիթից ուզում եմ կոչ անել մեր հայրենակիցներին չտրվել այդ սադրանքներին, չհավատալ այդ կեղծ պնդումներին, սա ոչ թե առանձին վերցրած մի հոգեվորականի թիրախավոր, այլ կառույցի թիրախավորումն է, եթե մինչև այդ ուրիշ գործիքակազմերով էին աշխատում, հիմա լրիվ իրենց գործելավոճը փոխել են, հիմա էլ արհեստական ինտելեկտի պարագայում հնարավոր է նաև տեսանյութերի հրապարակում, որով որ փորձեն ավելի որպես կոմպրոմատ ավելի վարկաբեկելու, ավելի այսպես պատկերավոր դարձնելու այդ ամեն ինչը ի վերջո իրենցից հեռու չէ։ Այսինքն դուք նույնիսկ այդ հնարավորությունը չեք բացառում։ Այո, որ կարող է այս շրջանում դաշտ նետվեն ինչ որ ստեղծված տեսանյութեր ու փորձարվի դրանով վարկաբեկել։ Այո, գիտեք որ ձայնել խնդիր չկա, ասենք այսօր այս տեխնոլոգիաների դարաշրջանում դա հնարավոր է ամեն ինչ անել եւ մարդիկ կգնան այս քայլի։ Այս մարդը կարմիր գծես չունի, այս մարդը գնալու է մինչև վերջ կազմակերպելու այն ամեն ինչը ինչ որ մեր համար հանդիսացել է դարեր շարունակ հենասյուն ա եղել պետականություն չունեցող երկրի համար, որ պետություն չի ունեցել։ Եկեղեցին ու եկեղեցու դերը անգնահատելի, այսինքն չենք կարող մենք մի բան չկա մշակույթից սկսած մինչև տարբեր։ Այսինքն այս մարդը այս ճանապարհով է գնում ու թիմակիցներին էլ հրահանգ է տվել, որ ամեն օր ստատուս գրեն, այդ խեղկատակների մի խումբը կա, որ եկեղեցին համարում է ճուլան, սրբազաններին ճուլանապետ, գիտեք ինչ բառապաշարով են հանդես գալիս եւ սա այդ ծրագրի մի մաս է եւ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ուզում է այս մի քանի ամիսների ընթացքում այդ հարցերը լուծել, բայց մնալու է իր կոկորտին այս պատերազմում ինքը տանուլ է տալու։ Ես համոզված եմ, որ մեր այն 100,000-ավոր եկեղեցու հետևորդները հայ առաքելական Սուրբ Եկեղեցու կանգնելու են ի պաշտպանություն ոչ թե առանձին հոգևորականների, ասենք թեպետ կարան առանձին հոգևորականներն էլ պաշտպանեն, խնդիր չէ, այլ կառույցը պաշտպանելու խնդիր կա։ Պարոն Դանիելյան, ինչու մի քանի ամիսների ընթացքում դուք հատկապես շեշտեցիք, այսինքն սա նաև կարող ենք դիտարկել սպասվող հնարավոր
հերթական ընտրությունների համատեքստում, եթե արտահերթ գործընթացներ ու ֆորս մաժորներ չլինեն, այսինքն Նիկոլ Փաշինյանը այս արշավը նաև նախընտրական նպատակներով է օգտագործելու, որովհետև թիրախներ են ամիշտ փնտրում, նախկիններն էին, նախկին նախագահներն էին, հիմա կարծես այդ սկավառակը մաշվել է ու այն ուժով այն ազդեցությամբ չի արդեն նվագում, հիմա նոր թիրախ է գտել, թեպետելի նոր չի, բայց եկեղեցու վրա է կենտրոնացել, սա դիտարկենք այդ նախընտրական տրամադրությունների։ Ինքը նոր պայմանագրի, այդ կապիտուլյացիոն պայմանագրի, որը ասում է խաղաղության ընդառաջ եւ նաեւ ընտրություններին ընդառաջ եւ այս շրջանում իրեն պետքա որ դիմադրության օջախներ այնտեղ որտեղ որ հնարավոր է որ բանը լինի այդ ամեն ինչը ինքը կասեցնի այդ ամեն ինչը ինքը փորձի նաեւ ազդել այդ ամեն ինչի վրա եւ սա հենց ինչ որ իր արած քայլերից մեկն էլ հենց այս սրանով է պայմանավորված Եվ ես կարծում եմ, որ ինքը առաջիկայում շատ լուրջ նորից էլի զիջումներ անելու եւ այս առումով պետք է որ այդ ճանապարհով գնա։ Հիշեցնեմ, որ եկեղեցին այն կառույցն է, որը որ բարբերաբար բարձրաձայնում է մեր արցախցի քույր եղբայրների վերադարձի հարցը, գիտեք, որ տարբեր միջազգային ատյաններում նաև վերադարձի եւ այլ հարցեր պատմամշակութային արժեքների պաշտպանություն եւ հենց այս արշավն էլ հենց դրա համար է արվում եւ ես կարծում եմ որ ինքը նախընտրական այս շրջանում կփորձի ամեն կերպ ազդել էս ամեն ինչի վրա։ Այսինքն հասարակությունը թույլատրել ներսից, կոտրել այն կառույցը, որը կարող է համախմբող դեր ունենալ եւ փորձել մարսեցնել հետագա զիջումները իր համար պակաս ցնցումնային ճանապարհով։ Այո, որովհետեւ այն ինչը որ գնում է, դա փաստացի երկրի կազմակերպումն է, այն պահանջները որ դնում են իր արժև դա փաստացի պետության չգոյությունն է եւ եկեղեցին այն դիմադրության օջախներից մեկն է եւ պարզա որ ինքը հենց այս նպատակով այս ամեն ինչը անում եւ ինքը կանգ չի առնելու նաեւ հաշվի առնելով իր ամենօրյա Facebook-յան գրառումները պարզա դառնում որ այս մարդը որևէ մի կերպ հետքայլ անելու տրամադրություն չունի եւ ես նաեւ կարծում եմ որ եկեղեցին շատ ավելի կոշտ եւ շատ ավելի վճռական քայլեր պետք է անի, այսինքն չսպասի որ Նիկոլ Փաշինյանը հասնի իր նպատակին, էլի գիտեք ինչ հիմա կարեւոր է որ ոչ թե ինչ որ հայտարարություններ անեն, որը որ իմ կարծիքով այդքան էլ զուսպեր էլի եւ կարծում եմ որ իր տեղը պետք է եկեղեցին շատ ավելի կոշտ ձևով ցույց տար Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ փորձը ցույց է տալիս որ Նիկոլ Փաշինյանը քանդելու ավիրելու իր գործընթացի մեջ ոչ մի բանի արժև կանգ չի առնում էլի եւ ինքը եթե արդեն հատել է այդ գիծը ինքը գնալու է միջև վերջ պետք է իրեն կանգնացնել այս մարդուն կանգնեցնել է պետք եւ եթե եկեղեցին չկանգնեցնի այս մարդը բոլշևիկների նման անցնելու է եկեղեցիները քանդելու գործընթացին։ Շնորհակալ եմ վերլուծության համար, հարցազրույցին սպասեք վաղը։